5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Ողջույն, սիրելի բարեկամ։ Պլուպուղ ու զրույցապատումներով մեզ տեսանելի են դառնում պատմության շրջադարձները։ Զրույց առ զրույց բացահայտվում է Արցախյան եզերքի պատմության ուղին, որը որքան որ պատվարժան էջերով էր նշանավորված, բայց եւ այնպես զերծ չէր ծուռ ու դավադրական ծուղակներից։ Արցախը դիմակայել է, հողն ուժ էր տալիս ու սատար լինում նրան, թշնամու դեմ պայքարում։ Բայց երբ յուրայինն էր խոցում, հողի ուժը պակասում էր ու բերդն ընկնում էր։ Հազար ու մի դավ տեսած ու իր բազկին ապավինած, նորից ոտքի ելած ու նորից ծնկած, սա մեր պատմությունն է ու ցավալի կրկնությունն է։ Կարևոր է, որ դեռ ապրելու կամքը զորում է, Պլուպուղին այդ կամային ուժն ամրացնող կերպար է, եւ այսօր մենք թե նրա զրույցը լսելու, թե նրա խրատն ի գիտություն ընդունելու հանձնարարական ունենք։ Հիմա ունկնդրենք զրույց դարձած ճշմարտապատումները։ Մելիք Շահնազարը ուրանախրանան երկալած մինել բուղին քինումա շուշի։ Մելիք քինումա տասնա դահունցա ուրան բադարկատված քաղաքը, վեր մի քանի տարի առաջ տված է իրել իրանան փախած եկած ավազակներու մեծ փանահեն։ Լավենի ամատնում քաղաքը Մելիքը գյարգյար ասում է։ Ես շուշին իմ ապու պապերը սնշինյար բուղի գիդումս օխտահեր տարի առը։ Գիդումում ասում է բուղին։ Մինակ թամաղատ վերեդ վաղտան ես տողչում իլալ։ Ինչս էլ աղաղապնցնում ապըլը կատար օգտահեր տարի առաջ հուվան իզանաստայլա ես իմ պապերանում խոսում տու ինչս ասում։ Դուզ ես ասում Մելիք աղա, բայց օգտահեր տարվա պերթը դու շատ վապանահեն։ Մելիք իմ շկերան կրակավ էր տրնում։ Ադայ շինած է, քեզ ինչ, վաղը իմը, պերթը իմը, հյուրը կոզիմ կտամ, կոզիմ առեմի շան կտամ։ Դե հորս կզնվում աղա, հորցս ասում։ Աղբեր աղբոր պատար կատարի հարցում չպիտի սկուպոյոթուն անել։ Քուրիկ, սպասը մի պենը ես ասիմ։ Մելիք Շահնազարը մի օր հրցնում ապուղն, խայց մի ջուբեր տերտակ պահում։ Տերտակ ջուբը խելունք մարդին միշտ հասկասնում ավեր մինար կարող է կլոխտել տիրտակ է, լավա ջուբը տերտակին իքան կլոխըտ։ Մելիք Շահնազարը կլոխանգում սրանամյոկը ունթերը ուրիրատամ ու ասում, եթե վաղոնիս, տերթոնիս, էլ հիշ տերտակոթուն, երկակամ արդեն կլոխնատի ջուբե նման տերտակինում։ Վերբաղը դուրշում ձերքինա, պերտա ուրիշի մաշկնա պահում, ջուբըտ վերլիքներ լինի, կյանքը տերտակայնական։ Մելիքը կզնվում է ու ասում, հինդան վեր աշկաս։ Երկու օրան ետը բուհին կյամա Մելիքին կողքը, ձերքիներ մի հիլվի բոթու, մաչը վղու ջուրացած։ Մելիքը զարմացած եշում է ու հրցնում, էդ տերախ ինչս անում այդ ծավը պակաս։ Եշում տսում թահունցա վղը կշանում ջուրը պարզվում։ Էդ տերադնգլման լապեներր էր։ Չէ աղա, սա մեր ապագանա, հիբը վեր վղը տվազ դուշմեն են, ամեն ինչ բրտողվալա, հունցը իմ բոթողը սա բրտողվալ, բայց մին օր շատ տարիներան ետը կարողաս գիտեսնանք վեջ, ամեն ինչ նոր պրզվիլականա, որովհետև վղը մուրանալ չուն է, վղը ամեն ինչ մննա պահում, ամեն ինչ նոր պրզվիլականա ու էտ օրը կիլականա։ Սիրելի երեխաներ, տխուր իրողությունների մասին են վկայում ձեր ներկայացրած զրույցները։ Մենք նախորդ հանդիպումներին խոսեցինք այն մասին, թե ինչպես Մելիք Շահնազարը Շուշիի բերդը հանձնեց Փանահ խանին։ Այդպիսով օտարի հետ դաշինք ստեղծեց ընդդեմ յուրայիների։ Նա նաև իր դստերը Հուրիզադին կնության տվեց Փանահի որդուն Իբրահիմ խանին, ամրապնդելով իր դաշինքը արյունակցական կապերով։ Շուշին մեր երկրի պաշտպանության մարգարիտն էր, Շամ բերանը հանձնելով Մելիք Շահնազարի ձեռքով հայոց աշխարհի սրտում օտար խանական որջը բնավորվեց։ Կարճ ժամանակում Շուշին դարձավ ավազակապետի իշխանության եւ բռնակալ ուժի կենտրոն։
Պատմությունից մենք գիտենք, որ այդ ամենին հաջորդեցին արյունոտ դեպքեր ու կորուստներ։ Հետո նորից վերակերտվեց Շուշին, դարձավ կրթամշակութային կենտրոն, ծաղկեց ու զորացավ, բայց օտարի աչքում այն մնաց առմիշտ եւ օտարի ոտքը նորից կոխան դարձրեց այն 1920 թվականին։ Դուք գիտեք, որ դարեր հետո միայն մենք կարողացանք վերակերտել անկախություն, վերաուղղել Մելիք Շահնազարի եղեռնական սխալը։ Երևի կռահեցիք, որ Արցախյան շարժման արմատները հենց պատմական անցյալի այդ շերտերում են թաղված։ Եվ ինչ, այսօր արդեն նորից նույնն է։ Դրա հետ է մինչև այսօր ու միշտ կռվայնական, որովհետև վաղը հաշվել չի դավաճաններին հետ։ Տաներել չի, եթե մարդիկ մոռանան իրաց վաղն ու անցյալը ու տատան թշնամուն, ու դիք ու չլյանակ ու պատմությունες ու քու անունդ։ Դուք ճիշտ եք, մենք պիտի ապրենք, որ մեր երկրի պատմությունը չանհետանա, ինչպես ապրում են բազում անուններ ու պատմություններ Շուշիից։ Դուք գիտեք, որ Շուշիից են Մուրացանը, Լեոն եւ նրանց տան ավերակները պահպանվել էին։ Երևի նաեւ տեսել եք։ Շուշեցի էին Իվան Լազարևը, ով կարճ ներգրավել 1877-78 թվականներին, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, որի արձանը Ստեփանակերտի ձեր ամենասիրած վայրում էր, զբոսայգում, պարկումը։ Արմատներով Շուշիից էր երաժշտագետ Միքայել Թարիվերդիևը, աշխարհահռչակ քանդակագործ Հակոբ Գյուրջյանը եւ բազում անուններ։ Ու այս չընդհատվող շարքը հաստատում է, որ հողն ու ջուրը հիշողություն ունեն։ Ու երբ Մելիք Շահնազարն ասում է հողն իմն է, բերդն իմն է, նա մոռանում է, որ կյանքում երբեք չի ներվում հիշողությունը պղծելը եւ ճշմարտության դատը միշտ լինում է վաղ թե ուշ։ Պենդ կացեք, տեմպ կացեք։